Բայց առաջի հերթին Հայաստանի քաղաքացին պիտի որոշի, թե որն է իրեն պատկանող նախագահը եւ նախագահությունը, եւ առանց շատ բարձր խոսելու ասում եմ, որ Հայաստանի քաղաքացին երեք որոշել է, թե որն է իրեն պատկանող նախագահը։ Ստեփան Գարեն Դեմիրճյանի ժողովուրդը հաղթել է, բայց այս անգամ ժողովուրդը դե յուրե սահմանադրորեն նշելու է իր հաղթանակը եւ այս իշխանությունը նաեւ փաստացի իրեն է պատկանելու։ Եվ ոչ թե մահով, ոչ թե հացաթուլով, դա կյանքի գնով ես պատրաստ եմ ապահովել։ Այո։ Եթե որևէ մեկը հիմա ունենա ժողովրդի նկատմամբ հարգանք, ոչ թե իմ պահանջով, այլ Հայաստանի ժողովրդի պահանջով, ունենալ խորհրդարան, որ վերջապես պատկանում է ժողովրդին, եթե հայտարարեն արդահերթ խորհրդարանական ընտրություններ, որը ես կողջունեի, մենք կտեսնենք, որ ոչ թե ժառանգությունը որպես կուսակցություն, այլ հայ ժողովուրդը բոլոր լավ կուսակցությունների, քաղաքացիական ակտիվիստների, բոլորի մասնակցությամբ կգազմի մեծամասնություն։ Դրա համար ես կարծում եմ, որ շատ լավ առաջարկ է եւ արժի, որ պարոն Սարգսյանը դիտարկի այդ առաջարկի իրացումը։ Այո։ Կարը մի օրվա պայքար չէ, ոչ մի մարդու կամ մի կուսակցության, ամենօրյա ժողովրդի ազգի պետության պայքարն է եւ որքան պետք է այդ պայքարը պիտի տանենք դեպի հաղթանակ։